Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երթվում են։ Կանոնակարգում ամրագրված տեքստը ձեզ բաժանված է։ Այժմ ես կընթերցեմ տեքստը, որից հետո բոլորս միասին կերթվենք։ Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման երթվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարտկային արժեքների պահպանման համար։ Միասին երթվում ենք։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահին, ամենայն հայոց կաթողիկոսին, կառավարության անդամներին, Ազգային ժողովի 6-րդ գումարման առաջին նստաշրջանին և պատգամավորների երթման արարողությանը ներկա գտնվելու համար։ Շնորհակալություն մեծարգո պարոն նախագահ, շնորհակալություն վեհափար տեր, շնորհակալություն կառավարության հարգարժան անդամներ։ Այժմ կանոնակարգ օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն հիմք ընդունելով Ազգային ժողով ընտրվելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությունը հայտարարում եմ։ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը 105-ն է։ Ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել 4 քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Ծառուկյան կուսակցությունների դաշինքը, Ելք կուսակցությունների դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը։ Հարգելի պատգամավորներ, կանոնակարգի 7-րդ հոդվածի համաձայն խմբակցությունները ստեղծվում են նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը Ազգային ժողովի մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցությունների դաշինքի թվին և անվանումներին համապատասխան։ Այսպիսով, 6-րդ գումարման Ազգային ժողովում գործելու է 4 խմբակցություն։ Տեղեկացնեմ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը քաղաքական կոալիցիա են կազմավորելու մասին հուշագիր են ստորագրել, որը կգործի մինչև 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը։ Քաղաքական այս երկու ուժերը կոալիցիոն հուշագրով քաղաքական պատասխանատվություն են ստանձնել կառավարության ողջ գործունեության համար։ Այժմ կանոնակարգ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն կառավարության կազմավորման վերաբերյալ հուշագիր ստորագրած կուսակցությունների ստեղծած խմբակցությունները համարվում են կառավարող, իսկ մյուս խմբակցությունները ընդդիմադիր։ Այժմ ներկայացնում եմ պատգամավորներին կարդալով յուրաքանչյուրի անուն ազգանունը, կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը, խնդրում եմ անունները կարդալուց հետո պատգամավորները կանգնեն և ներկայանան Ազգային ժողովին։ Հայաստանի Հանրապետական կուսակցություն, Հովհաննիսյան Արփինե Աշոտի, Բաբլոյան Արա Սայենի, Աշոտյան Արմեն Գևորգի, Շարմազանով Էդուարդ Հովսեփի, Եսայան Մարգարիտ Հենրիկի, Ֆարմանյան Սամվել Ժորայի,
Ավակյան Կարեն Կարլենի, Սահակյան Գալուստ Գրիգորի, Նաղդալյան Հերմինե Միքայելի, Մինասյան Գագիկ Ենգիբարի, Նիկոյան Սամվել Պարքևի, Թովմասյան Հրայր Վարդանի, Պետրոսյան Շուշան Սամվելի, Գրիգորյան Մանվել Սեկտորի,